ուզում եմ մինչև որ դուք նստեք, մի հատ շուռ գաք ձեր եղբորը կամ քրոջը ու Աստծո քաղցր խոսքերից ասեք, օրհնեք Աստծո խոսքով մեկը մյուսին, ամեն։ Դուք Աստծո ընտրվածները, Աստծո սուրբերը ու սիրելիները, այո, Աստված ձեզ շատ օրհնի, հալելույա։ Աստծո խոսքը ունի զորություն։ Ուզում եմ ասել ձեզ, որ 4 թիվը հոգևոր իմաստ ունի։ Դա նշանակում է կառուցողական եւ ստեղծագործ զորություն։ Ու մի բան եմ տեսնում, որ այս եկեղեցին պատրաստ է, որ ոչ թե մենակ ընդունի իր համար, այլ նաև փոխանցի ուրիշներին։ Գիտեմ, որ դուք այդպիսին եք, գիտեք ինչ տպավորություն ունեմ, որ Հայաստանի համն ու հոտը հավաքվել է այստեղ։ Այո։ Ու գիտեք այս ազգը կարիք ունի ձեր համի այն հոտին, որ դուք ձեզ հետ բերել եք ու որ դուք ունեք Հիսուս Քրիստոսի միջոցով, ամեն, շնորհավորում եմ նաև Հովիվ Գորին ու Արմինեին ու բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել, որ այս աշխատանքը հրաշալի ձևով կատարվի, իրականում ասեմ ձեզ, սիրելի Աստծո ժողովուրդ, ես Հովիվ Գորին և Արմինեին վաղուց եմ ճանաչում և մի բան կարող եմ վկայել, որ ես միշտ իրանց տեսել եմ եկեղեցում, միշտ տեսել եմ ծառայության մեջ, միշտ տեսել եմ այդպես վառ աչքերով, պատրաստ սրտերով, որ իրանք շատ շրջաններում եղել են, օրհնություն եղել են ու օրհնություն էլ կան, այդպես որ ուզում եմ մի բան ասել, որ ձեր բախտը բերել է, որ ձեզ առաջնորդում են այդպիսի հրաշալի հովիվներ Աստծո սրտով։ Հալելույա, այսօր ուզում եմ կիսվել մի խոսքով, որ անվանել եմ այսպես Հիսուսի հետ։ Ամեն անգամ, երբ մենք ինչ որտեղ գնում ենք, մեզ համար շատ կարևոր է, ինչ է Աստված ուզում փոխանցել մարդկանց, հենց այսօր, ու ես մի բան գիտեմ, որ ինչով այսօր ես կիսվելու եմ, դա ձեզ համար լավ ծանոթ է, ուղղակի ես մի բան եմ տեսնում, որ Աստված ուզում է ձեր յուրաքանչյուրի սրտերի մեջ այդ բանը բորբոքի, ակտիվացնի այդ ամեն ինչը, որ ինչ որ դուք ունեք կարողանաք դրա մեջ ավելի լավ գնալ, ամեն։ Քանիս Աստծո շնորհակալ են, որ իր կյանքը փոխվել է փրկության միջոցով։ Ում դուր է գալիս, երբ դու վկայում ես, մարդիկ փրկվում են։ Բայց որ դու աղոթում ես, մարդիկ բժշկվում են։ Ովքեր են ավելի նախանձավոր հոգևոր պարգևներին։ Դուք գիտեք, չէ, հոգևոր պարգևները ոչ թե մեզ են սիրուն անում, դարձնում, ոչ թե մեզ են այսպես յուրահատուկ դարձնում։ Հոգևոր պարգևները դրանք գործիքներ են ծառայելու մարդկանց։ Ամեն նպատակը դա է։ Ու գիտեք, ես մտածում եմ այսպես, որ ինչքան Աստված սիրեց այս աշխարհը, որ իր որդուն ուղարկեց։ Ու որդին ոչ թե ինչ-որ մի վերացական անձնավորություն էր, նա եկավ, մարդիկ իրան տեսան, շոշափեցին, նստեցին, իր հետ խոսեցին, լսեցին իր ձայնը, իր աչքերի սերը տեսան, իրենց սիրո վերաբերմունքը տեսան, և մարդկանց կյանքերը փոխվեց ու պատրաստվեց ճանապարհ փրկության համար։ Դուք գիտեք երևի, որ Հովիվ Գորին ու Արմինեին Աստված նույնպես ուղարկեց այս քաղաքը, դա իրանց մտքի բանը չէր, Աստված դրեց իրանց սրտերի մեջ։ Ու գիտեք ինչու, որտեղ Աստված սիրում այս քաղաքը, Աստված սիրում այս ազգը, Աստված սիրում է ձեզ։ Ես գիտեմ, դուք շատերը տարբեր Հայաստանի քաղաքներից եք ու եղել եք փրկված, բայց եկեղեցի չեք այցելել ու Աստված բերեց հովիվներին, որպեսզի դուք մտնեք այն կոչման մեջ, որ Աստված ձեզ համար ունի։ Ամեն։ Ու ես լսելով Դավիթի վկայությունը շատ ուրախացա ու ոգևորվեցի, որ այն օրվանից, որ ինքը եկավ եկեղեցի, բաներ սկսեցին փոխվել իր կյանքում։
Մեր Տերը այդպիսինն է, ով որ գալիս է իր մոտ եւ իր սիրտը բացում է Հիսուսի համար, բաները փոխվում են։ Ամեն։ Ամեն, հալելույա։ Հիմա եկեք մենք մի հատված կարդանք Աստվածաշնչից, Մատթեոսի 9-րդ գլխից, ու մեզ համար լավ ծանոթ հատված է 35 ու 36 համարները։ Մատթեոս ավետարանի 9-րդ գլխից, ու դուք կտեսնեք, որ ինչքան իրական է մեր Տեր Հիսուսը։ Գրված այսպես. Եվ Հիսուսն ամեն քաղաքները եւ գյուղերը մաներ գալիս, նրանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայության ավետարանը քարոզելով եւ ժողովրդի մեջ ամեն ցավ ու ամեն հիվանդությունը բժշկելով։ Տեր Հիսուսը ոչ թե եկել է մայրաքաղաքը, ոչ թե եկել է ինչ-որ հատուկ տեղ, նա իր համար շատ կարևոր էր մարդը, ու որտեղ որ կային մարդիկ, Հիսուսը այնտեղ գնում էր։ Ամեն քաղաքները, ամեն գյուղերը, մարդիկ տարբերություն են դնում, մտածում են քաղաքում ապրողները առավելություն ունեն, քան գյուղերում ապրողները։ Աստծո համար այդ առավելությունը չկա։ Աստծո համար կարևոր է մարդ արարածը, որպեսզի լսի իր սիրո ուղերձը, ազատվի իր մեղքերից, լինի փրկված եւ այդ բարի լուրը տարածի շատ շատերին։ Ամեն։ Մենք այստեղ մի բան ենք տեսնում, մեր Տեր Հիսուսի հիասքանչ սիրտը։ Ամեն անգամ կարդալով այս հատվածը ես մի բան տեսնում եմ, ինչքան ուշադիր է մեր Տերը, ինչքան հետաքրքրված է ամեն մարդու կյանքի մեջ, ամեն մեկի մեջ, նա անտարբեր չի։ Իր հոգին այդպիսինն է, իր հոգին։ Գիտեք, 83 թվականն էր, ես սովորում էի համալսարանում, ու շատ տխուր էի, թվում է, որ երբ դու սովորում ես համալսարանում, դու պիտի ուրախ լինես, բայց ես տխուր էի, ու մի անգամ մեծ մեր դասամիջոցին մի անձնավորություն կար, ում հետ մեր համակուրսեցիները ընկերություն էին կանում, ինք ուրիշ երկրից է եկել, ինքը ինձ տեսավ ու ասեց, ինչու ես այդպես տխուր, ասեցի, ոնց որ ինձ ոչ մի բան չի ուրախացնում, ինքը նայեց իմ աչքերին ու ասեց, կարդա Աստվածաշունչը ու դու այնտեղ քեզ կգտնես, ու այդ խոսքերը եկան այսպես նետիպես մտան իմ սրտիս մեջ, իմ միտքը շատ բան չէր հասկանում, բայց իմ հոգին արձագանքեց, որ Աստվածաշունչը դա ինչ-որ մի գիրք է, որտեղ ես կարող եմ ինքս ինձ գտնել, ինքը ինձ նվիրեց նոր կտակարանը, ես բացեցի Մատթեոս ավետարանը, դա այն ավետարանն էր, որտեղ Հիսուսի խոսքերը գրված են կարմիր այդ տառերով, ու եկա հասա 5-րդ գլխին, որտեղից սկսվում է Լեռան քարոզը, ու կարդում է Լեռան քարոզը, ու զգում է, որ ինձ հետ ինչ-որ մի բան է կատարվում, որովհետև Հիսուս ասում է, երանի նրանց, ովքեր մաքուր սիրտ ունեն, նրանք պիտի ինձ տեսնեն։ Ես էլ փափագում եմ, ասում եմ, Տեր, ես չգիտեմ, իմ սիրտը մաքուր է թե չէ, բայց ես ուզում եմ քեզ տեսնել։ Հիսուս ասում էր, երանի նրանց, ովքեր ծարավ են արդարությանը, նրանք պիտի հագենան։ Ես հասկացել եմ, փոքր տարիքից էլ, որ այս աշխարհում ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ մի բան սխալ է այս աշխարհի մեջ, ու ես անգամ մտածում եմ, ինչու մարդը ծնվում է գալիս այս աշխարհ, միթե նրա համար, որ ինքը տանջվի, ու միթե իմաստը դրա մեջ է, ավելի լավ չէ, որ մարդը ծնվի ու անմիջապես մահանա, որ այդ տանջանքին ուղղակի չհանդիպի, բայց պարզվում է, որ մարդը ծնվում է գալիս այս աշխարհ ոչ թե տանջվելու համար, այլ կարևոր նպատակի համար, Աստծուն ճանաչելու, Աստծուն նման լինելու, Աստծո սիրտը ունենալու եւ այդ սրտով ուրիշ մարդկանց հասնելու համար։ Գիտեք, ես շատ տխուր մարդ էի, ոչ մի բան ինձ չէր ուրախացնում, բայց այդ Լեռան քարոզի ժամանակ Աստված ինձ հետ հանդիպեց, Աստված խոսեց իմ սրտի հետ, ու իմ կյանքը սկսեց փոխվել, ու մի անգամ երբ ես դուրս եմ ման է գալիս քաղաքում, ասեցի, ես ինչ լավ մարդիկ են իմ շուրջը քայլում, առաջ այդպես չէի նայում, ես ինչ գեղեցիկ է երկինքը, ես ծառերը, ես ծաղիկները, ես ինչ գեղեցիկ են,
Ու ես մի բան հասկացա, որ ինչ որ մի բանի մեջ փոխվեց։ Գիտեք, այսօր մեր շուրջը այնքան մարդիկ կան, ովքեր կորցրել են հույսը, ովքեր անելանելի վիճակի մեջ են, ովքեր ինքնասպանության այդ սահմանին են, ովքեր իմաստ չունեն այս աշխարհում, որտեղ ապրում են առանց Աստծո, ու Աստված ուզում է, որ մենք այսօր Հիսուսի նման ման գանք, ամեն քաղաքում, ամեն գյուղում, որտեղ Աստված մեզ տանում է, մի նպատակի համար, որ մենք մարդկանց պատմենք Աստծո սիրո մասին։ Մենք պատմենք, որ ամեն մի մարդը իզուր չի ծնվել ու եկել այս աշխարհ։ Ես իմ մասին բարձր կարծիք չունեի։ Ես մտածել եմ, ես ոչ տաղանդ ունեմ, ոչ էլ ինչ որ մի բանին կարող եմ հասնել, բայց ինչ հետաքրքիր է, հետ եմ նայում ու ասում Տեր, ոնց դու կարող ես ինչ որ մի աղջկանը, ինչ որ մի ուրիշ քաղաքից վերցնել, դնել քո հոգին իր մեջ եւ այդ մարդուն գործածել։ Երբ ես նայում եմ, ինչ ազդեցություն է Աստված թողնում իմ խոնար ծառայության միջոցով, ես ասում եմ Տեր, մենակ դու կարող ես այդ բաները անել։ Դրա համար սիրելի եղբայրներ եւ քույրեր, ես այսօր ուզում եմ ձեզ հորդորել ու ասել, դու պատահական չէ, որ ծնվել ես ու եկել ես աշխարհ, պատահական չէ, որ դու եկել ես այս քաղաքը, ու պատահական չէ, որ դու այս եկեղեցում ես, որովհետև եկեղեցու նպատակը ներկայացնել Քրիստոսին այս աշխարհին։ Եթե եկեղեցին չի ներկայացնում Հիսուսին, եկեղեցին սահմանափակվում է ու դառնում է շատ կրոնավոր, ու այն ժամանակ մարդիկ չեն աճում, բայց ես այստեղ տեսնում եմ այնպիսի մի հոգի փափագ Աստծուն ճանաչելու, ու այսօր մի բան տեսնում եմ, որ Աստված ձեզ համար պատրաստել է հիասքանչ նպատակ։ Այստեղ կան մեծահասակներ, այստեղ կան շատ երիտասարդներ, միջին տարիքի, կան այստեղ մարդիկ, ովքեր 70 տարեկան են։ Քանի հոգի են 70 տարեկան։ 77, շատ լավ է։ Փառք Աստծուն, ես ուզում եմ ասել, փառք Աստծուն ձեր տարիների համար, փառք Աստծուն, դուք երիտասարդ եք, նրանք, ովքեր 40, 50, 60, 70, 80 պլյուս են, դուք երիտասարդ եք, գիտեք, որովհետև Աստված ինչ է ասում, ասում են նրանք, ովքեր Աստծո տան մեջ տնկված են, ծերության ժամանակ էլ դալար պիտի լինեն, պտղաբեր պիտի լինեն, պտուղ պիտի բերեն, պիտի ծաղկեն, ու ամենակարևորը պիտի վկայեն, որ Տերը հավատարիմ է, արդար է, ու նրա մեջ անիրավություն չկա։ Սիրելիներս, մեզ պետք է վկայել դրա մասին, մեզ պետք է վկայել։ Հիմա, եթե դու ուզում ես, որ հոգու պարգևները քո կյանքում գործեն, քեզ պետք է Հիսուսի մասին պատմել մարդկանց, որովհետև պարգևները նրա համար են, որ մեզ օգնեն Հիսուսի մասին մենք պատմենք, որ մարդիկ բժշկվեն, որ մարդիկ ազատագրվեն։ Եթե մենք չենք պատմում, դուք ունեք պարգևներ, բայց այդ պարգևները կարծես թթու դրած լինեն, չեն գործում։ Ու այսօր ես ուզում եմ ուղղակի, որ այսօր այսպես բռնվեք նրանից, որ ես որոշում եմ, որ ես Հիսուսի մասին պիտի պատմեմ, ես պետք է Հիսուսի նման լինեմ այս աշխարհում, Հիսուսի նման ես պիտի լինեմ, ամեն, դու հանկարծ չմտածես, բա ով ինձ կլսի, դու ասա Տեր, ես ուզում եմ վկայել քո մասին, մնացածը քո գործը չի, ինքը կոծի քո շրթունքները, դու այնպես կխոսես, որ քեզ ճանաչողները կզարմանան, ամեն, գիտեք, իմ հարևանը 87 թվականից ես նոր շենք տեղափոխվեցի բնակվելու ու իմ ներքևի հարևանը մաթեմատիկոս էր, դպրոցում դաս էր տալիս, շատ խելացի անձնավորություն, Հովհաննես Թումանյանի սերունդից,
ու ես որ իրան վկայեցի Աստծո խոսքը, նա շատ հակառակվում էր։ Ու մի անգամ տվեց Աստվածաշունչը որ կարդա, առավոտը վեր կացավ, վախեցած բերեց Աստվածաշունչը, ասեց ինչ ա եղել, ասեցի բացեցի որ կարդամ, դևերը հարձակվեցին ինձ վրա։ Աստվածաշունչը զորություն ունի։ Ու երբ այդ կինը հիվանդացավ քաղցկեղով, այն ժամանակ ես իր համար աղոթում էի, նա բարձրացավ ինձ մոտ արցունքներով ու ասեց, դու այդքան ինձ ասում ես Հիսուսի մասին, բայց ես չէի ետևում քեզ, ասեց ինձ պետք չէ, մենք բոլորս Հիսուսին ենք ետևում, Հիսուսն է մեր առաջնորդը, ասեց ես ուզում եմ Հիսուսին ճանաչել ինչպես Տեր, աղոթեցինք, ասեց այն որ դու լեզուներով աղոթում ես, ես իմ տանը լսում եմ քո աղոթքը, էդ եմ ուզում, Սուրբ Հոգով էլ մկրտվեց, Աստվածաշունչը ինձանից պահանջեց, ոչ թե խնդրեց, պահանջեց, ու ամեն օր պահանջում էր, որ ես իջնեմ իր մոտ ու աղոթեմ իր համար ու պատմեմ Հիսուսի մասին, երբեմն հիվանդներ եմ հանդիպում, որ կարծես քեզ ավելի շատ է պետք, որ ինքը բժշկվի, քան ինքը, բայց այս կինը այդպիսինը չէր, նա այնքան, գիտեք ինչ, նա այնքան էր քրքրել Աստվածաշունչը, որ գտել է խոսքեր, որ Աստված իր հետ խոսացել է կոնկրետ իր իրավիճակի մասին, ու ինքը ասեց ես պիտի ապրեմ, ես չպիտի մեռնեմ, բոլորը պատրաստվել են ինձ թաղելու, բայց ես ապրելու եմ, խոսքը իշխանություն ունեցավ իր կյանքի վրա, մինչև հիմա էլ ապրում է, դա եղել է մի 20 տարի առաջ։ Ու նա ասում է, ես քայլող Աստծո հրաշքն եմ։ Դուք գիտեք, ինչքան մարդիկ կան մեր շուրջը, որի հանդեպ մեր Տեր Հիսուսը անտարբեր չի։ Մեր Տեր Հիսուս անտարբեր չէ, որ մեկը տխուր է, մեկը դիպրեսիայի մեջ է, մեկը հիվանդ է, մեկը տագնապի, վախի ազդեցության տակ է, մեկը ինչ որ մեղքերով բռնված է։ Մենք չպիտի ասենք, դե մարդու ընտրությունն է, որ ինքը ընտրել է։ Այո, ինքը ընտրել է, բայց սատանան խաբել է իրան։ Ինչպես մենք շատերս եղել ենք խաբված, բայց Հիսուսը նա եկավ, որ մի նպատակի համար, որ մեղավորին որոնի եւ ապրեցնի։ Ու ես ասում եմ Տեր, ես այնքան շնորհակալ եմ, որտեւ երբ ինձ տվեցին ավետարանը կարդալու, ես միանգամից չբացեցի իմ սիրտը Աստծո առաջ, թեկուզ Աստված շատ էր խոսում ինձ հետ, բայց ասում եմ ինչ լավ է, որ դու ինձ որոնեցիր ու դու ինձ գտար, դու չնայեցիր, որ ես քեզանից փախնում էի, որ բաներ չէի հասկանում, դու հաղթեցիր իմ անհավատությունը, քո սիրով, քո հավատքով։ Այսօր Հիսուսը բնակվում է մեր յուրաքանչյուրի մեջ, ու նա ուզում է, որ դու ոչ թե տարված լինես քո հոգսերով, քո գործերով, դու մի զորավոր առավելություն ունես, դու ճանաչում ես, որ գոյություն ունի փրկիչ, որը սիրում է մեղավորներին ու կարող է իրանց դարձնել արդար, կարող է բժշկել իրանց կոտրված սրտերը, կարող է ցեխից, կեղտից բարձրացնել ու փառավորել։ Այնքան շատ մարդիկ կան մեր շուրջը։ Գիտեք, երբեմն քրիստոնյաները ման են գալիս այսպես գետինը նայելով, իրանց ոտի տակ նայելով չեն նայում մարդկանց։ Եկեք մենք ուղղակի Հիսուսի հետ քայլենք, Հիսուսի հետ, ամեն, որովհետև Հիսուսը չեկավ կրոն ստեղծելու, նա եկավ եկեղեցու համար, եկեղեցուն ծնունդ տալու, զորավոր եկեղեցի բարձրացնելու, որ այդ եկեղեցին ակտիվ լինի, կենթանի լինի, աշխուժ լինի, հավատքը գործող լինի, ամեն, որ չլինի, որ նա որ փրկվել է, դառնում է քրիստոնյա էգոիստ, ու ապրում է մենակ ինձ լավ լինի, մենակ իմ երեխեքին լավ լինի, բայց մյուսները, գիտեք, ինչ է երբևէ մտքով անցնում, որ մարդիկ, որ մեծ հասակ են առնում, իրանք արդեն թոշակ են ստանում, եւ իրանց թոշակի քանակը կախված է իրանց աշխատած տարիներից։ Երբեմն մարդիկ կան, որ ասում են, դու գիտես ես ինչքան տարվա քրիստոնյա եմ,
Բայց հարց է, մենք երկար տարվա քրիստոնյա ենք, բայց ո՞րն է մեր պտուղները։ Աստված մեզ մեր քրիստոնյայի տարիքի համապատասխան վարձք չի տալու, այլ փրկված հոգիների համապատասխան։ Հիսուսը եկավ իր կյանքը դրեց, անհնարին է դու լինես քրիստոնյա ու էգոիստ լինես, որովհետև քո մեջ սիրո հոգի է, Աստծո սիրո հոգի է, որը քեզ մղում է, որ դու օգնես մարդկանց։ Ամեն Քրիստոսի եկեղեցին, ամեն քաղաքում, ամեն գյուղում պետք է լինի կենթանի, պետք է լինի գործող, պետք է հրաշքներ ազատագրի իր հավատքով, պետք է լինի Հիսուսի ձեռքը, որ հասնում է այն խորտակվողին։ Ամեն։ Ու ես այսօր ուզում եմ ուղղակի հորդորել ձեր ամեն մեկիդ։ Կարող է դու ինչ որ պրոբլեմներ ունես, թե ընտանիքում, թե ֆինանսական, թե առողջական, գիտեք, մի ճանապարհ կա այդ հարցը լուծելու։ Հիսուսը ասել է, փնտրի սկզբից Աստծո արքայությունը, նրա արդարությունը, մնացած բաները քեզ կլինի։ Մնացածը, քո ֆինանսների հարցը կլուծվի, քո առողջական հարցը կլուծվի, քո ընտանիքի պրոբլեմի հարցը կլուծվի։ Մեր Աստված թասիբով Աստված է։ Եթե դու իր գործը անես, ինքն էլ քո ընտանիքը կվերականգնի, քո գործերը կօրհնի։ Հավատում եք դրան։ Աստված հավատարիմ է։ Ամեն։ Ուրեմն, այո, Աստծուն փառք տվեք։ Երբ մենք Աստծո մասին խոսում ենք, նա այնպիսի հիասքանչ է, որ մեր սրտերը այսպես հիացմունքով են լցվում։ Ամեն։ Դուք նկատում եք, երբ մենք լսում ենք Աստծո խոսքը, երբ մենք նրան փառաբանում ենք, մեր սրտերը հալվում են այսպես, ու մենք ասում ենք, Տեր, սիրում եմ քեզ, բայց երբ դու ասում ես, Տեր, սիրում եմ քեզ, Տերը ասում է, արածացրու եմ գառնուկներին։ Հոգ տար, ամեն, հոգ տար այն մարդկանց, ովքեր այսօր առանց հովիվի ման են գալիս։ Եկեք նայենք, Հիսուսը ուներ այդ զորությունը, նա եկել է մարդկանց փրկելու, բժշկելու եւ ազատագրելու, ու նա այսօր նույնն է, նա նույն բաները անում է քո միջոցով, եկեղեցու միջոցով։ 36 համարը ինչ ասում, եւ Հիսուսը ժողովուրդներին տեսնելով գտած նրանց վրա, որ հոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեին։ Հիսուսը պատկերացնում է քարոզեց, ու հետո տեսա, որ մարդիկ այսպես ոնց որ խոճապի մատնված, ցրված էին մարդիկ, եւ Հիսուսի սիրտը չդիմացավ։ Նա տեսավ պրոբլեմը տեսավ։ Նման են ոչխարներին, որ հովիվ չունեն։ Ամեն։ Դուք պատկերացնում եք, ինչքան քրիստոնեական տարբեր քաղաքներում, բայց որ չկա եկեղեցի հովիվ, իրանք արդեն երևի վաղուց ոչ Աստվածաշունչ են կարդում, ոչ էլ փառաբանում են Աստծուն, որովհետև շատ դժվար է առանց եկեղեցու ու առանց հովիվի առաջնորդության այդ բանը անել։ Հիսուսը պրոբլեմը տեսավ եւ նա անտարբեր չմնաց։ Սիրելիներս, թող Աստված այսօր խոսի մեր սրտերի հետ, որ մեր հոգու աչքերը բացվեն, որ մեր սրտերը արձագանքող լինեն, ամեն, արձագանքող լինեն, այսպես, արձագանքող։ Ես երբեմն այնպես եմ զգում Աստծո սերը, ուզում եմ սաղ աշխարհը գրկել, ում տեսնում եմ ծանոթ անծանոթ, ուզում եմ ասել ժողովուրդ, ձեր կյանքը կարող է փոխվի, դուք կարող եք լինել երջանիկ, երբ ձեր սիրտը բացեք նրա հանդեպ, ով որ ձեզ սիրում է, ով որ ձեզանից ոչ մի բան չի պահանջում փրկության համար, մենակ վստահել, մենակ հավատալ, ամեն։ Սիրելիներս, դուք այս քաղաքում պատահական չեք, Աստված ձեզ դրել է, որ դուք օրհնություն լինեք ձեր հարևաններին, ամեն մեկին, փողոցում քայլող մարդկանց, մենք այսօր մի քիչ քայլել ենք ու ես տեսել եմ այնքան տխուր մարդկանց, այնքան, ու ասում եմ Տեր, քո կարիքը այս քաղաքը ունի, ամեն։ Եկեք մենք թույլ չտանք, որ մեր սիրտը ծանրանա, այնքան ծանրանա հոգսերով, Հիսուսը զգուշացրել է, հոգս մի արեք, հավատացեք, վստահեք, հոգսերը գցեք։ Մենք երբեմն այսպես ենք մտածում, գործը թող հովիվը անի, գործը թող մի քանի ավակները, թող իրանք անեն,
Ես զբաղված մարդ եմ, թորնատեր եմ, ծորնատեր եմ, ես մեծ բիզնես ունեմ, ես մեծ գործ ունեմ, բայց հավատում եք, որ ինչ որ դու ունես, դա ստորտությունն է։ Ու Աստված ուզում է, որ այդ ամենի մեջ դու իր մասին վկայես։ Ամեն։ Ամեն սիրելիներս։ Հիսուսը պրոբլեմը տեսավ ու մի բան ասեց, այն ժամանակ աշակերտներին ասեց, հունձկը շատ է, բայց մշակները քիչ։ Աղաչեցեք հունձկի տիրոջը, որ մշակներ հանի հունձկի մեջ։ Ամեն, մենք շատ անգամ ես նկատել եմ, հաղորդում ենք Տեր, դու հունձկի Տերն ես, մշակներ հանի։ Բայց Աստված ասում է, ես արդեն հանել եմ, դու ես մշակը։ Ինչ ես դու անում։ Դու մշակն ես, ես քեզ փրկել եմ, քո մեղքերը ներել եմ, ես իմ սիրով գրկել եմ քեզ, ինչ ես դու անում, ամեն, մեր պատասխանը Աստծո սիրո, ոչ թե մեր զգացմունքային պետք է լինի, Տերն ինձ եմ սիրում քեզ, այլ պիտի ասես, Տեր, ինչ որ դու ասում ես, ես դա կանեմ, քո խոսքը ինձ համար ոսկե օրենք է, ինչ որ ասում ես, ես կանեմ, ինչ ասում այսօր Հիսուսը, ասում է, պատմեք իմ մասին, որովհետև մենակ ես եմ կյանքի ճանապարհը, ամեն, եկեք մի տեղ էլ իրար հետ նայենք, Մարկոսի 3-րդ գլուխն ու 13 համարը, Մարկոսի 3-րդ գլուխը ու 13 համարից, ուրեմն, տեսեք, ինչ է այստեղ գրված, ասում է, և ելավ Սարը, Եվ իր մոտ կանչեց, որոնց որ ինքը կամեցավ, և իր մոտ գնացին։ Ովքեր ենք մենք? Մենք նրանք ենք, ճիշտ եմ ես ասում, մենք այն մարդիկ ենք, ում Աստված կանչեց իր մոտ։ Հավատում ես? Աստված քեզ ճանաչում է քո անունով։ Նա քեզ կանչեց, ասեց, արի ինձ մոտ։ Արի ինձ մոտ, ամեն, արի ինձ մոտ, եկեք տեսնենք ինչ է համար նա կանչել իր մոտ, ու ասում է, և նրա մոտ գնացին, այստեղ գրված է, և 12 հոգի կարգեց, որ իր հետ լինեն, որն էր Հիսուսի նպատակը, որ նրանք ում ինքը կանչել է իր հետ լինեն, որն է մեր այսօրվա նպատակը, որ մենք իր հետ լինենք, որ մենք իր հետ լինենք, ասա իր հետ, ամեն, ինչու պետք է մենք Հիսուսի հետ լինենք, ասում է, և նրանց ուղարկե քարոզելու և նրանք իշխանություն ունենան ցավերը բժշկելու և դևերը հանելու, նպատակը որն է, որ Հիսուսի հետ լինենք, որ կարողանանք օգնել մարդկանց, ով որ ընկածը բարձրացնենք, ով որ հիվանդը բժշկենք, ով որ դևերով կապված ազատագրենք, ամեն, բայց երբ մենք կարողանանք դա անել, երբ մենք Հիսուսի հետ լինենք, Հիսուսի հետ, ամեն, դու կարող ասես, բայց ես Հիսուսի հետ եմ, Հիսուսի հետ նշանակում է Հիսուսի խոսքը պահել քո սրտիդ մեջ, Հիսուսի հետ քայլել, ամեն, երբեմն մարդիկ ինչ որ բան անում են առանց Հիսուսի, բայց մենք պետք է Հիսուսի հետ անենք, ես եղել է ժամանակ մտածել եմ, այսքան պրոբլեմ կա, ես պիտի օգնեմ մարդկանց, ու հետո հասկացա, որ իմ ուժը պակասում է, չի հերիքում, իմ իմաստությունը չի հերիքում, այո, ոգևորությունը կա, դու գնում ես, բայց մի բան է ես բաց թողել, որ Հիսուսի համար է անում, բայց առանց Հիսուսի, բայց երբ դու Հիսուսի հետ ես, ամեն, դու գիտեք, երբ դու Հիսուսի հետ ես, Սուրբ Հոգին քեզ լիցքավորում է զորությունով, Սուրբ Հոգին քեզ լցնում է այն ամենով, ինչ որ Աստծուն հաճելի է, Սուրբ Հոգին քեզ կյանքով է լցնում, կյանքի հոգին քո մեջ կա, բայց երբ դու նրա հետ չես հաղորդակցվում, քո դեմքի վրա ժպիտ չկա, մենակ հոգսի ծանրությունն է երևում, բայց կարելի է մեծ գործեր անել, բայց ուրախ լինել, ինչու, որովհետև նրա հետ ես, նա եկա, որ քեզ հետ լինի, նա խոստացել է, որ քեզ հետ կլինի ամեն օր, մինչև աշխարհի վերջը, հարցը մենք նրա հետ ենք, մեր մտքում մենք նրա հետ ենք, մեր գործերի մեջ մենք նրա հետ ենք,
Մեր քույրիկներից մեկը ունի բանջարեղենի խանութ։ Ու նա այսպիսի մի վկայություն տվեց, ասեց, գիշերը իրան գնում են այն ընդհանուր շուկան, որտեղից ապրանքը բերեն։ Ասեց, ես այնքան հոգնած էի ու ասեցի, Հիսուս ջան, խնդրում եմ քեզ, արի ինձ հետ շուկա։ Խնդրում եմ։ Գիտեք, երբ ինքը վկայում էր, ես զարմացա, ասեցի, ինչպիսի հավատք ունի։ Նա Հիսուսին ինչպես այսպես վերացական կրոնավոր անձ չի տեսնում, ռեալ կենթանի Տեր, որ ասել է քեզ հետ կլինեմ, կօգնեմ քեզ ամեն գործի մեջ։ Ու նա վկայում է, ասում է, պատկերացնում եք, Հիսուս ինձ հետ եկավ շուկա, ինձ հետ էլ մենք վերադարձանք տուն, ու ես հոգնածություն չզգացի, ու ամեն ինչ այնքան լավ էր։ Ինքը մի փոքրիկ այսպես խանութ ունի, բայց ասում է, սա իմ օֆիսն է, ու Հիսուսն է այս օֆիսի տերը։ Նա ավելի հեռու է նայում։ Ու նա հավատարիմ է իր բոլոր տասանորդների մեջ։ Ամեն եկամուտից առաջինը տասանորդն է հանում։ Այդ քույրիկը Հիսուսի հետ է, քայլում, ապրում, գործում։ Ամեն սիրելիներս։ Մի նոր աշխարհ է բացվում, երբ մենք Հիսուսի հետ ապրում ենք։ Մենք գիտենք, որ աշակերտները կարևոր էր, որ Հիսուսի հետ լինեն այդ 3 տարի։ Ինչի համար իրանք Հիսուսի շրթունքներից լսում են Աստծո խոսքը։ Եկեղեցին այնտեղն է, որտեղ մենք լսում ենք, սովորում ենք, կիրառում ենք, որ մենք զինվում ենք, ոչ թե որ գանք նստենք, մեզ լավ լինի։ Երբեմն ինձ ասում են, ինձ հանգստացա, երբ եկա եկեղեցի, բա հետո հանգստացար, բա հետո գնա ուրիշին էլ պատմի այդ հանգստության մասին։ Ամեն, գնա ուրիշին էլ պատմի։ Մենակ մի կենտրոնացիր քեզ վրա, ինձ լավ լինի, ես հանգստանամ, ինձ լավ լինի, ամեն։ Սիրելիներս, շատ կարևոր է, որ մենք իրականում Հիսուսի հետ լինենք, սովորենք ինչպես աշակերտները։ Այդ 3 տարին իրանք շատ բան սովորել են, տեսել են Հիսուսը ոնց է գործում, ոնց է մեղավորների հետ խոսում։ Հիշում եք ոնց ինքը գնաց Զաքեոսի տունը։ Հիշում եք այդ պատմությունը։ Զաքեոսը մի մեղավոր մարդ էր, որ գիտեր բոլոր քաղաքը իրան չէր սիրում, բայց ինքը իր սրտի մեջ փափագում էր Հիսուսին։ Այսօր շատ Զաքեոսներ կան այս քաղաքում, մեր երկրում, ամեն ազգի մեջ կան Զաքեոսներ, որ փափագում են ու ասում են, տեսնես Աստված ինձ սիրում է, ես ախր շատ մեղավոր եմ, Աստված կների իմ բոլոր մեղքերը։ Երբ փափագում է Հիսուսը այդ թեզեյնի մեջ տեսավ սիրտը, փափագող սիրտ ու ասեց Զաքեի չէր, ես քեզ կայցելեմ։ Ու երբ Զաքեն գնաց իր տունը, Հիսուսը ուղակի չէր խոսում, Զաքե դու մեղավոր ես, դու պիտի ապաշխարես։ Հիսուս ուղակի նստած շփվում էր։ Ու որտեղ Հիսուսն էր, այնտեղ այնպիսի մի սիրո մթնոլորտ է, այնպիսի մի ազատ ներկայություն կա, որ այնպիսի սիրո միջավայր է, որ մեղավորը հասկանում է, որ ինքը մեղավոր է եւ ինքը հոժարակամ ուզում է իր մեղքերից հրաժարվի։ Ամեն։ Նա գնաց ու ասեց, ես մեղավոր եմ, ում նեղացրել եմ, ես պատրաստ եմ, կհատուցանեմ։ Երբեմն քրիստոնյաները այնպես են ներկայացնում Հիսուսին, որ մարդը ճիշտ մոտեցում չի ունենում, սիրտը փակվում է։ Հիսուսի ներկայությունը պետք է բերի ազատություն մարդկանց համար, ամեն, ու Հիսուսը կենթանի է, ու նա մեր մեջ է, ու նա մեզ հետ է, ու այսօր Աստված ուղղակի ուզում է քեզ հորդորել, որ դու քո սիրտը ավելի բացես, որ դու իրան վստահես քո անձնական գործերում, որ քո հավատքը ավելի զորանա, որ դու քեզանից հայացք այսպես ուղես այս աշխարհի վրա, որովհետև այս աշխարհը Հիսուսի կարիքը ունի։ Դուք նկատում եք, որ հիմա ժամանակները շատ արագ են գնում, իրադարձությունները այնքան արագ են, չես կարողանում մեկը հասկանալ, մյուս ինչ որ բաներ է կատարվում։ Ժամանակները փոխվել են։ Ու եկեք մենք զինվենք Աստծո ճշմարտությունով, լցվենք Աստծո սիրով ու գնանք պատմենք Հիսուսի մասին։ Ամեն, որտեղ որ գնում ես, որ Հիսուսը դու Հիսուսին ներկայացնես, որտեղ Հիսուսի լույսը եւ Հիսուսի կյանքը քո մեջ է։ Ամեն։ Սիրելիներս, հիմա ինչի հաշվին էին աշակերտները այդքան ուժեղ,
Մենք գիտենք, որ այն Պետրոսը, որը ճնշման վախի պատճառով Հիսուսից ուրացել է, նա այնպես հոգով լցվել է, որ բաները, քահանաները, փարիսեցիները տեսնելով ասել են, սա այն մարդն է, իրանք այդքան էլ կրթված չեն, այդ ոնց է խիզախ խոսում, ինչի հաշվին, որ Հիսուսի հետ են եղել, երբ դու Հիսուսի հետ ես, դու շատ խիզախ ես, երբ դու Հիսուսի հետ ես, դու գիտես ինչ բաներ պիտի խոսես, ամեն, դու քո շրթունքները բացում ես, Սուրբ Հոգին լցնում է, սա շատ կարևոր է, Հիսուսի աշակերտները ուժեղ են և արդյունավետ են իրենց ծառայության մեջ, որովհետև նրանք կենտրոնացած են Հիսուսի վրա, ոչ թե իրանց ապրումների վրա, ոչ թե իրանց զգացմունքների, իրանց հոգսերի վրա, Հիսուսի վրա, ու երբ մենք կարդում ենք Գործք առաքելոցը, տեսնում ենք, ամեն տեղ ներկայացնում են Քրիստոսին, ով որ խաչվեց ու հարություն առավ, ամեն, ու մի կարևոր բան էլ, որ նրանք սովորել են Հիսուսի հետ լինել և Հիսուսի հետ միասին անել, հիշում եք, որ անդամալույցը 40 տարի, որ մորից այդպես ծնվել է, որ նա բժշկվեց հրաշքով, ու մարդիկ մտածում են, որ հայացք ուղղել են առաքյալների վրա, բայց Պետրոսը ասեց, այս ամենը ինչ որ տեսնում եք, դա Հիսուսի անունով եղավ, նա արեց, ում դուք խաչեցիք և ով հարություն առավ, ամեն, Հիսուսը իրական է, Հիսուսը կենդանի է, մեր յուրաքանչյուրի մեջ, ու աշխարհը դրա կարիքը ունի, ով պիտի Հիսուսի մասին պատմի եկեղեցին, ով է եկեղեցին, դու ես և ես եմ, մեզանից ամեն մեկը շատ կարևոր միսիա ունենք, շատ կարևոր, եկեք մենք այս կարևոր ժամանակը, որ մեզ տրված է ապրելու, մենք ճիշտ ձևով ապրենք, Մովսեսը այսպիսի աղոթք կանում ու ասում է Տեր, սովորեցրու ինձ այնպես իմ կյանքի օրերը հաշվել, որ ես իմաստուն սիրտ ձեռքը բերեմ, իմաստուն սիրտ, մենք իմաստության կարիքը ունենք, ամեն իմաստության, այն ինչ որ Աստված ձեզ սովորեցրել է, ինչով Աստված ձեզ լցրել է, դա թանկ է, դա գանձ է, ու ես գիտեմ, որ դուք պարգևներ եք, դուք Աստծո գանձերն եք, ուղղակի մի խոսք ունեմ, մի ուղերձ, որ ինչ որ Աստված ձեզ պարգևել է, ակտիվացնեք դա, հայացքը ձեզանից ուղղեք Աստծո գործի վրա, ու ասեք Տեր, ես ահա ես եմ, ինչպես Հովիվ Գորը ասեց, Տեր, որտեղ ինձ ուղարկես, ես կգնամ, գիտեք, երբ ես ավարտել եմ համալսարանը, ես արդեն Հիսուսի մասին բավականաչափ գիտեի, որովհետև կարդում է Աստծո խոսքը, բայց ես չգիտեի, որտեղ ես կգնամ, որովհետև այն ժամանակ 2 տարի դու պիտի աշխատեիր, որ հետո գնայիր պարտադիր աշխատեիր, որ քեզ ազատ դիպլոմ տային, ու ես դեկանատի մոտ կանգնած այսպիսի աղոթք եմ արել, Տեր, ես չգիտեմ, որն է լավը ինձ համար, բայց որտեղ դու ինձ ուղարկես, այնտեղ կգնամ, որտեղ դու ինձ ուղարկես, ու դա իմ միսիոներական աղոթքն էր, ոչ գիտակցված, ու Աստված ինձ ուղարկեց Հրազդան քաղաքը, որը ես առաջի հայացքից չեմ սիրել, այնտեղ ոչ մի հոգի ինձ համար հարազատ չկար, բոլորը օտար էր, բայց ինչ արեց Աստված, սեր դրեց այդ քաղաքի մարդկանց հանդեպ, ու այսօր այդ քաղաքը, այն քաղաքն է, որտեղ ես ապրում եմ, այն քաղաքն է, որտեղ Աստված մի աղջկանը գործածեց, որ ազդեցություն բերի այդ քաղաքի մթնոլորտի վրա, այդ քաղաքի մարդկանց վրա, այն փոքր երեխաները, իմ հարևանները, ում ես Հիսուսի մասին պատմել եմ, այսօր իրանք ունեն երեխաներ, եթե ես իրանց չպատմեի Հիսուսի մասին, Աստված գիտի իրանք ինչ մեղքերի մեջ կլինեին, բայց իրանք այնքան երջանիկ են, որ փոքր տարիքում լսել են Հիսուսի մասին, ամեն, որոշ աշակերտները, որ դպրոցում ես իրանց Հիսուսի մասին պատմել եմ, փրկվել են, այսօր մեր եկեղեցու ծառայողներն են, հավատարիմ, ես կարող եմ այդ բանը պատկերացնել, ոչ, Աստված կարող է ամեն բան, ու եթե ձեզանից մեկը հիմա մտածում է, չէ, ես խոսել չեմ կարող, չէ, ես այս բանը չեմ կարող անել, ես ուզում եմ ասել, դու չես կարող, բայց Աստված քեզ կարող կդարձնի, Աստծո հետ դու ամեն բան կկարողանաս, քեզանից այսօր մենակ մի բան է պետք, Տեր, ահա ես,
Ես չեմ ուզում իմ կյանքը անիմաստ ապրի, որովհետև մեր կյանքի իմաստը երկար տարիներ ապրելը չէ, այլ արդյունավետ, իմաստալից, պտուղ բերելու համար է։ Ամեն, համաձայն եք ինձ հետ։ Սա շատ կարևոր է, Աստված ուզում է, որ մենք նրա հետ լինենք, որ մենք նրա իր սիրտը լավ ճանաչենք, ինչպես է բաբախում նրա սիրտը, իր սրտի ռիթմով մեր սիրտը աշխատի։ Տեր, ինչ ես դու այսօր ուզում, իմ կյանքը քեզ է պատկանում։ Սիրելիներս, ես այսօր վկայում եմ, որ Աստված կարող է փոքրը վերցնել եւ գործածել։ Աստված կարող է խեղճը վերցնել, զորացնել։ Աստված կարող է քեզ ինչպես սերմ գցել մի հողի մեջ ու այդ հողը կսկսի պտուղ բերել։ Ամեն։ Հալելույա։ 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 Մի բան էլ ասեմ, ու մենք իրար հետ Տիրոջ առաջ կանգնենք։ Գիտեք, երբևէ մտածել եք, ինչու շատ մարդիկ ետևում են Հիսուսին։ Ինչու մեղավորները չէին խուսափում Հիսուսից, վազում էին Հիսուսի ներկայության մեջ, որովհետև Հիսուսի ներկայության մեջ չկար դատապարտում, չկար մեղադրանք։ Հիսուսը իր ներկայությունով ամեն մեկին դարձնում էր լիարժեք։ Ամեն մեկը, ով որ ուներ ներսի կոմպլեքսներ, Հիսուսի ներկայության մեջ իրան զգում էր լիարժեք, ընդունված, սիրված։ Այսօր շատ մարդիկ կարիք ունեն, որ իրանց հասկանան, որ իրանք իրանց լիարժեք զգան, որ իրանք բարձրանան, մտնեն աստվածային կոչման մեջ, ու ձեզանից ամեն մեկը, ես խիզախ ասում եմ, ձեզանից ամեն մեկը լսում եք, դուք բանալի մարդ եք, այնտեղ, որտեղ որ դուք կաք, հավատացեք դրան, հավատացեք դրան, հավատացեք, երբ դու քո սիրտը բացես, Աստված հրաշքներ կանի քո միջոցով։ Ու ես հավատում եմ, որ մի տարվա մեջ դուք արդեն կարիք կունենաք ավելի մեծ դահլիճի, որովհետև խնդրում եմ, մի սպասեք, որ հովիվը ամեն բան պիտի անի, հովիվը առաջնորդում է, հովիվը պաշտպանում է հոտը, հովիվը համով կերակուր է տալիս, հովիվը հորդորում է ու ասում է, Աստծո որդիներ, այսօր աշխարհը ձեր հայտնության կարիք ունի ու դուք կարող եք, որտեղ Աստված ձեզ պարգևներով լցրել է, դու կարող ես, ամեն մայրերը, իրան մայրերի լավագույն ծառայությունը, իրանց երեխաներին Քրիստոսի մեջ դաստիարակելն է, իրանց ամուսիներին բարձրացնելն է, կանանց գործը, ամուսիներին լավ հայր, լավ ամուսին լինելն է, ընտանիքում աստվածային, Աստծո արքայության բանը մթնոլորտը բերելն է, ամեն, քո ընտանիքը կարևոր է Աստծո համար, կանգնիր քո ընտանիքի փրկության համար, կանգնիր, ամեն, հալելույա, եկեք մենք բարձրանանք իրար հետ միասին, Հալելույա, մենք շնորհակալ ենք քեզանից Տեր, մենք շնորհակալ ենք, որ դու այստեղ ես, Տեր, մենք շնորհակալ ենք, սա այն եկեղեցին է, որին նայելով քո սիրտը ուրախանում է Տեր, սա այն եկեղեցին է, որտեղից դու միսիոներներ ուղարկելու ես ուրիշ վայրեր, որտեղ բարձրանալու են շատ ծառայողներ, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, մենք այսօր շնորհակալ ենք այն աշխատանքի համար, որ դու անում ես, ամեն մեկի կյանքում, ու մենք աղոթում ենք, որ քո աշխատանքը ամեն մեկի միջոցով այս երկրում դառնա ավելի ակտիվ, դառնա ավելի արդյունավետ, Հայր Հիսուսի անունով շնորհակալություն այս պարգևների համար, ամեն մի գանձի համար, ամեն մի ընտանիքի համար, Հայր, Հիսուսի անունով, որ ամեն մի երևույթ, դիվային երևույթ, եղբայրների և քույրերի
հակառակ, որ խանգարում են եւ գողանում են իրանց միտքը եւ իրանց կենտրոնացումը քեզանից, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն մի դիվային սուտը թող լինի խափանված եւ քանդված այս հրաշալի մարդկանց կյանքերի վրայից, թող գա ազատությունը, թող գա կատարյալ խաղաղություն իրանց սրտերի մեջ, Տեր, թող իրանց սրտերը բորբոքվեն քո սիրով, բորբոքվեն, Հայր, այսօր ես հռչակում եմ, որ այն պարգևները, որ դրել ես յուրաքանչյուրի կյանքում, որ սկսեն դրսևորվել, որ գա փափագը քեզ ծառայելու, գա փափագը քեզ հետ լինելու, գա փափագը քեզ լսելու, Հայր, թող ամեն մեկի ականջները լինեն մաքուր, պատրաստ, այս աշխարհի աղմուկից ազատ, մաքրված, բաց լինեն աշակերտի ականջների պես, ամեն առավոտ լսելու ինչ ես դու ուզում ասել, Հայր երկնային, ամեն մեկի աչքերը, թող հոգու աչքերը բաց լինեն, տեսնելու ինչ ես դու ուզում անել, եւ յուրաքանչյուրի սիրտը թող պատրաստ լինի ամեն օր ասելով, Տեր ես քոնն եմ, ես քոնն եմ գործածիր ինձ, այսօր քո փառքի օրն է, Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, շնորհակալություն քեզ այս եկեղեցու համար, շնորհակալություն Հովիվ Գորի ու Արմինեի համար, թող քո հոգին գերբնական ձևով գա Հովիվ Գորի ու Արմինեի վրա, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս Քրիստոսի անունով, Տեր, այն ինչին իրանք ասել են, Տեր, դա դեռ այն փոքրն է, որտեղ դու իրանց տեսել ես հավատարիմ, ու դու ուզում ես իրանց բարձրացնել մեծ բաների մեջ, Տեր, զորացրու իրանց, լցրու իրանց այն ամենով ինչ որ քեզ հաճելի է, ու թող իրանց կողքին լինեն հավատարիմ մարդիկ, ովքեր իրանց տեսիլքի մեջ լինեն եւ իրանց թևերը կբարձրացնեն Հիսուս Քրիստոսի անունով։ Horamassekeremenía, soloromoji kataramania, sorabashekeleremetia, coloromoji camparadia, oloromonje kerementia, coloromodi keleremesia, holaramade keremene, harierknain, vachi, ոգու ազդեցությունը լինի քանդված մարդկանց կյանքի վրայից Հիսուսի զորավոր անունով։ Ես հռչակում եմ հավատքի հոգին կրկնապատկվի այս եկեղեցու վրա, հավատքի հոգին, խիզախության հոգին, անվախ հոգին, Տեր, սիրո հոգին կրկնապատկվի, Տեր, կրկնապատկվի Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալություն քեզ, շնորհակալություն քեզ, շնորհակալություն Տեր, թող այս եկեղեցու անդամները լավ լսեն քո ձայնը, լավ լսեն քո ձայնը Տեր, ու ետևեն քո ձայնին, օտարի ձայնի ետևից չգնան, օգնիր ամեն մեկին Հայր, քո փառքի համար Հիսուս Քրիստոսի անունով, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Տեր, հալելույա։ Հալելույա, ես ուզում եմ հարցնել, քանիսը ձեզանից այսօր ուղղակի ես գիտեմ, որ դուք նվիրված մարդիկ եք, բայց քանիսը ձեզանից որոշեցին, որ Տեր, ես հիմա ավելի շատ կկենտրոնանամ քեզ վրա, ու ես քեզ նման սրտացավ կլինեմ մարդկանց հանդեպ, ամեն, Աստված քեզ կօգնի, ու նրա հրաշքները ու զորությունները կուղեկցեն քեզ, ամեն, Սիրելի Աստծո Սուրբ ժողովուրդ, Աստված թող օրհնի ձեզ, Աստված թող օրհնի ձեզ, թող Աստված օրհնի պահի ձեզ, ամեն, թող Աստված իր երեսը բարձրացնի ձեզ վրա եւ ողորմություն անի ձեզ, թող Աստված իր երեսը պայծառացնի ձեզ վրա եւ իր Աստվածային խաղաղությունով լցնի ձեր մտքերը, ձեր սրտերը, ձեր ընտանիքները ու այս քաղաքը ու այս երկիրը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, օրհնված եղեք, հալելույա, 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 փառք լինի քեզ Տեր, փառք լինի քեզ, հալելույա, կան այսօր այստեղ մարդիկ, ովքեր առաջի անգամ եկել են այսպիսի տեղ, որտեղ այս ձևով են պաշտում